Ողջունում եմ իմ շատ սիրելի հեռուստադիտողներին, մենք Սփյուռքի առաջ ենք եւ այսօր կրկին անգամ ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ մեր շոու նախագիծը ձեռնարկել է հետաքրքրական մի հաղորդաշար Սփյուռքի առաջ Գրիշա Սանդալյանի հետ։ Դուք կարող եք դիտել AABC հեռուստակայանի եթերում եւ միանշանակ Գրիշա Սանդալյան YouTube-յան ալիքով։ Եվ խոսելու ենք պարբերաբար մեր կյանքի իրականության մասին, այնինչ որ մեզ հուզում է եւ առհասարակ տեղ է գտել մեր կյանքում։ Եվ այսօր իմ զրուցակիցն է, հետաքրքիր զրուցակից ունեմ, որի հետ շատ երկար կխոսենք։ Հաղորդումը բաղկացած է լինելու երկու մասով եւ տեղեկացնում եմ, որ այդ ամենին դուք ամենայն ուշադրությամբ կհետևեք։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, այսօր իմ տաղավարի հյուրն է Սփյուռքի առաջ Հայաստանում եւ Սփյուռքում հասարակական հայտնի գործիչ Արմեն Զատիկյանը, բարև ձեզ պարոն Զատիկյան։ Բարև ձեզ Գրիշա։ Մենք Սփյուռքի առաջ ենք, իսկ դա նշանակում է, որ մենք պետք է խոսենք Սփյուռքի առաջ, թեև մեզ կհետևեն տարբեր սոցիալական կայքերով, վստահ եմ աշխարհում ամենուր եք, անգամ Հայաստանում։ Մանավանդ այսօրվա համակարգչի դարում էլ սահման չկա։ Սահման չկա։ Հիմայից ավելի շատ հետաքրքրական է, մենք շատ պարբերաբար երբեմն լինում ենք եթերում, բայց ես ուզում եմ քանի որ դուք շատ հետաքրքիր ճանապարհ ունեք անցած եւ առհասարակ սկսված անկախության տարիներից ես ուզում եմ հասկանալ 88 թվական ինչից սկսեց ամեն ինչ եւ հետո ինչու հասանք այսօրը այդ ամեն ինչից էլ գնանք հասնենք այդ իրականություն 88 թվական ինչից սկսվեց այդ ամենը եւ 88 թվականից հետո նախորդեց 2020 թվականը եւ փոշիացավ 88 թվականի այդ շքեղ պատմությունը հիմա հասկանանք սա ինչ էր խաղ էր խաղիկ էր անհասկանալի ինչ տեղի ունեցավ Գիտեք սա որ ձերքը տենց ճիշտ վերքի վրա դրեցին եւ ամբողջ մեր պատմությունը անցյալից սկսած մինչեւ այսօրով այս վիճակը Գիտես Գրիշա, եթե վաղը պատմիչները գրելու լինեն այս 35 տարվա մասին, 35 տարին պատմության կտրվածքով մի ակնթարթ է։ Կարող է մի երկու էջի վրա տեղավորեն։ 35 տարին մի ակնթարթ է պատմության կտրվածքով, բայց մենք քանի որ մեջ ապրել ենք 35 երկարուձիգ տարիներ, մեզ համար հավիտենականություն ու կարծես չի վերջանում։ Վերջը սրա ինչ է։ Եվ ասեմ ձեզ, այսօրվա մեր ժողովրդի մոլորության հիմնական պատճառներից մեկը, եթե ոչ ամենահիմնական պատճառը, նա է մանավանդ նոր սերունդը, որ գրեթե ոչինչ չգիտեն, թե ինչ եղավ մեզ հետ 35 տարի առաջ, ինչպես սկսվեց։ Միայն ոմանք հիշում են Ղարաբաղյան շարժում, պայքար մինչև վերջ, բայց այդ ամենի տակը ինչեր կար թաքնված, ինչ խութեր կային, ինչեր կային, որոնք պատճառ դարձան այսօրվա վիճակին աստիճանաբար փուլ առ փուլ, այս բոլորի մասին կարող եմ ասել մեծ մասը չգիտի։ Եվ ավելին ասեմ, ամենացավոտ հարցը մեզ համար, որ կարծեք թե չեն էլ ուզում իմանան։ Որն է պատճառը, որ չեն ուզում իմանան։ Խաբվածությունը։ Երբ որ մարդ անհատը կամ հավաքականորեն ժողովուրդը բարբերաբար խաբվում է, իր համար ամենաատելի բանը, անցանկալի բանը դա ճշմարտությունն է։ Ինքը խուսափում է, չի ուզում լսի։ Ինչու, որովհետև ինքը իր ներսում սենց է մտածում, լավ ես մի թե այսքան հիմար է ինձ սենց բարբերաբար խաբեցին։ Ճշմարտությունը, երբ որ ինքը լսում է եւ ընդունում, թեկուզ լսել է, ընդունել է մի կողմ։ Իր համար ամբողջ իր ապրած կյանքը փուչ է դառնում։ Ոնց որ մի մարդու 35 տարի անդադ խաբեն, ու վերջում դու այդ մարդուն բերես նստեցնես արջևը, ասես գիտես ինչ պատճառը սա եղավ, որ դու սենց խաբվել ես։ Այդ մարդու աչքի գրողը կլնես դու։ Բայց չէ որ սերունդներ են մեծացել այդ ընթացքում, սերունդները շատ բաների պատմությունը չգիտեն եւ ձեզ նման մարդիկ, ովքեր որ անցել են այդ ճանապարհը, պետքա բացահայտել սերունդների համար նույնիսկ, որովհետեւ հիմա 35 տարի դա հսկայական տարեթիվ է, որ մարդիկ մեծացել են ինչ տեսել են, բայց խափնվել են, բայց հիմա երիտասարդ են դեռևս, չեն ուզում խափնվեն եւ ինչ որ մի քայլ են ուզում անեն, վերջապես կործանվում են, իրականության մեջ կործանվում են։ Դա ամենակարևորը։ Բոլորովին մի բան է, երբ որ մարդը բարբերաբար իր անձնական կյանքում է խափվում, դա իր գործն է, խորհուրդ է տալի, ուզում ընդունի, ուզում չէ։ Իր արածը կամ չարածը միայն իրան է վատություն անում։ Ինքն է տեղավորվում այդ ամեն ինչի մեջ, ինքը իր անձը կամ ասենք հետել ընտանիքը։ Ասում ես լավ հերնել անից է, չլսեց, ասված իր այդ ինչ ուզում է թող լինի։ Բայց երբ որ հավաքականորեն ժողովուրդը խաբվում, կորուստը բոլորիս համար է, մենակ այդ խաբվողների համար չի, մենք հայրենիք ենք կորցնում։
Այսօր մենք այնպես վիճակի մեջ ենք, որ հասկացող հայը, սկզբից եւ այդ որոշ բաներ ուրիշ ձևով ընկալող հայը, ավելի չխաբվող հայը, ավելի զգուշ հայը, ավելի եւ սկզբունքային հայը, նրանք հավասարաչափ քաշված են բոլորի հետ միասին։ Դրա համար գալիս է մի բան, որ ուզես չուզես հարկադրված պիտի իմանաս։ Լավ, 88 թվին մենք հայրենիք չէինք կորցնում, մենք հայրենիք էինք ձևավորում, չէ, ասենք անկախ պետություն էինք դառնում, Ղարաբաղյան շարժում, հետո գնացինք պատերազմում հաղթանակ, բազում հերոսներ, անուններ, ազգանուններ, մի ամբողջ սերունդի համար նորանոր հերոսներ, սովետական միության հերոսներից հետո, չէ, ասենք մինչև Նելսոն Ստեփանյաններ, Բաղրամյաններ, հետո եկան արդեն նորամոնթեներ եւ այլ, հետո հիմա դրանք էլ են կամած կորում իրականությունից, այսինքն ինչ եղավ 35 տարի հետո նոր ժամանակաշրջան ենք սկսում թե ինչ։ Ցավալի ճշմարտության առաջի փուլը դու ասացիր։ Այո։ Խաբկանքը տեղից է սկսվել, որ մեզ թվում էր թե մենք հայրենիք ենք կերտում, մեզ թվում էր թե գնում ենք դեպի անկախության, մեզ թվում էր թե, բայց այդ ամեն ինչ իրականում ֆեյք էր։ Բայց ո՞րն է նպատակը խաբելու։ Իշխանությունը սովետական միությունը, որ հայերս միամտաբար անդադ ասում են, սովետը փլուզվեց, մենք անկախացանք։ Գորբաչովյան պերեստրոյկա եւ գլաստես բառի մեջ հարգելի հայ ժողովուրդ, դուք որտեղ եք փլուզում բառը տեսնում։ Չէ, վերակառուցում է ավելի շատ։ Ավելի շատ, դա տարբեր բաներ են։ Ուրեմն մենք մեզ առաջի փուլը խաբկանքի տեղից է, որ մենք էս խաբեցինք, որ սովետը փլուզվում է։ Լավ, եկան մի րոպե, միտքս ավարտեմ, ամենակարևոր բանը, եթե հիմա այս ճշմարտության ֆունդամենտը սենց ասենք, եթե ճիշտ չդրեցինք, մինչև վերջ սխալ է գնալու։ Դա փաստորեն ճիշտ չենք դրել էլ։ Հարց տվեցի, բայց ինչու՞ չէ։ Որովհետև կայսրությունը, ռուսական կայսրությունը չէր փլուզվում, կերպարանափոխվում էր։ Վերջում ինչ եղավ։ Գլխավոր քարտուղար Գենսեկ Գորբաչովը սկսեց այս թատրոնը, հետո բերեցին Ապկոմի քարտուղար Ելցինին, այնտեղ մի քիչ կրակոց, մրակոց, տաշախուստ բամ, հետո վերջում ինչ եղավ, չեկիստը 30 տարի կառավարումը։ Եվ ամենակարևորը, որ այսի հատուկ ձևի սրա վրա պետք է ուշադրություն դարձնեն։ Պուտինը իր ելույթներում բազմաթիվ անգամ մի 4-5 անգամ ես եմ լսել։ Դրանից ավել ինտերվյուների մեջ։ Ասել է, որ Советский Союз это было та же самая Россия։ Սովետական միությունը դա ինքը հենց Ռուսաստանն է։ Անունը միշտ համարում են այդպես։ Ստեղից հետևություն, որ ռուսական կայսրությունը, որի կազմի մեջ մենք ենք, որ այդ Ղարաբաղյան շարժում բան բոլոր իրանք էին սկսել։ Ոչ թե փլուզում էր ու մենք անկախանում ենք, այլ խաղում էր իր հերթական շոուն, մեծ թատրոնը, որ կոմունիստները դրա մասնագետներին, աշխարհի աչքին թոս փչելու համար իր ներքին դաշտում խաղեր էր սկսել։ Դրանցից մեկը Ղարաբաղյան շարժումն էր։ Հիմա շարունակեմ միտքս եւ փաստեմ, ապացուցեմ։ Եթե սովետական միությունը փլուզվում էր, ու մենք էլ պիտի անկախանայինք, այդ սովետական միություն, հսկայական կայսրությունը ունեցել է թշնամիներ, հակառակորդներ, հակասովետներ, հակակոմունիստներ։ Պետք է իրանք այդ շարժումը սկսածել էին, չէ՞։ Սովետական միության կոչվող Չարիքի կայսրության մեջ 100 միլիոն մարդ է մահացել ոչ իր բնական մահով։ 100 միլիոն։ Համակենտրոնացման ճամբարներում, գուլագներում, աքսորներում, հալածանքներում, մտավորականության սպանդը բոլշևիկներից սկսած մինչև Սիբիրների ամբողջ Ալթայի երկրամասը հայի դիակներ են։ Ուրեմն, եթե փլուզվում էր, սրանք ես կարևոր փաստեր եմ ներկայացնում, որ մեր հանրությունը հասկանա, որ դա բոլորը ծրագրված էր իրանց կողմից, ոչ թե փլուզում էր, այլ կերպարանափոխվում։ Իրանք ուղղակի դիմակափոխվեցին, ասացին հիմա էլ այսպես է, ու մենք դրա մեջ ենք այդ խաղի մեջ։ Ապացույց։ Եթե փլուզվում էր, ինչու փլուզողները չկային ասպարեզում։ Այդ 100 միլիոնի ընտանիքները, հակասովետները, նրանք պիտի Երևան չէ ասպարեզում։ Այդ փլուզողները, միտինգները կազմակերպողները, միկրոֆոններից կախվածները, բոլորը կուսկոմսոմոլի քարտուղարներ էին, ուշադիր լսի։ Լսում եմ։ Այսինքն բոլոր հիմնարկ ձեռնարկությունների կուսկոմսոմոլի քարտուղարները հրանգ էին ստացել, չհաշված որ Ղարաբաղ կոմիտեն գնաց Մոսկվա, տարան Տիզբոն հավաքագրեցին, 6 հոգին արդեն հավաքագրված են։ Եկան ես սկսեցի Ղարաբաղյան շարժում, պայքար մինչև վերջ։ Հետագայում սա էլ կարևոր բան եմ ֆիքսում։ Ուրեմն 88-ից 90 թվին դե մենք էլ անկախականների ճամբարում ենք, մենք էլ անկախություն ենք քարոզում։ Լուսահոգի Մովսեսը, որ դե անկախության ինչ ասեմ, վառ օրինակ Հայաստանում մենք էլ շրջագայում ենք հաշվարկներ։ Այսինքն դուք էլ եք խապված։
Ոչ, մենք պայքարում ենք հենց սկզբից ՀԺ-ի խաղի դեմ։ Ուրեմն Հայաստանում ուշադիր եղեք։ Մոտավորապես 5% պլյուս մինուս անկախական կար։ Մինչև անկախության հանրակրվեն։ Այսինքն շրջաններով, գյուղերով, բաներով ամենտեղ գնում ենք։ Եվ խոսում ենք մարդկանց հետ հանդիպում ենք։ 5% մարդ կար, որ անվախ կգնար, եթե վաղ անկախության հանրակրվելներ, կողմ կվերկեր։ Մնացած 95% անկախությունից սարսափում էին։ Ասում են դուք ուզում եք ռուսից անջատեք, տակ Թուրքի բերանը, եւ Հայաստանում եւ Սփյուռքում նույն բանն էին ասում։ Որտեղ նույն ազգն է, չէ՞։ Հետո երբ որ Մոսկվայից հրահանգ եկավ, որ հիմա էլ շուռ տվեք դեպի անկախություն, Լևոն Տեր-Պետրոսյանը, Բաբկեն Արաքսյանը, Վանոն, Աշոտիկ Մանուչարյանը բազմիցս խոսափողերով ասել են միտինգների ժամանակ անկախություն ասողները հոգեկան հիվանդ են։ Բայց իրանք գնացին այդ քայլին։ Որովհետև Մոսկվայից հրաման եկավ, որ հիմա խաղը շուռ տվեք անկախության։ Այսինքն ամեն ինչ ի սկզբանե կազմակերպված էր։ Դե հիմա որքան էլ որ ծանր է, սա փաստ է, ով որ ուզում է Բանզատիկան, այսինքն դուք ուզում եք ասել, որ 88 թվին ձևավորվող Ղարաբաղ կոմիտե ասվածը, դրանք Մոսկվայի ենթականերն էին, ինչ որ ոչ թե ենթական, հավաքագրված, մինչև Ղարաբաղ կոմիտեի Մոսկվա գնալը 6 հոգի արդեն ԼՏՊ-ի գլխավորությամբ հավաքագրված կային 6 հոգի։ Մենասասն այնտեղ, որտեղ ոչ մի բան չեն խոսում այդ մասին։ Ինչ են խոսացում Մոսկվայում, ինչ են արել, ոչ մի բան չեն ասում։ Երկու բառ չեն գրում այդ մասին։ Եկան ասացին հիմա Ղարաբաղյան շարժում, որտեղ Իմիջիալից այդ Ղարաբաղյան շարժումը եւ հետագայում պատերազմը, պատերազմ տերմին չկար, օգտագործում էր շրջանառության մեջ կոնֆլիկտ, Ղարաբաղյան կոնֆլիկտ։ Այդ կոնֆլիկտները ժամանակին բոլշևիկները չէին սարքել, որ հետո լուծեին, սարքել էին, որ այդ կոնֆլիկտներով կրվստեին ազգային, ոնց որ մեզ ու Ադրբեջանին, որպեսզի իրարից վրայից չտրնեն։ Մի փոքր այսպես մշակ ենք էլի մեր ասածը, ինչի շուրջ, որովհետև ես ուզում եմ հասկանամ, չէ՞ որ դա պատմություն էր, մի ընդհանրական պատմություն էր 35 տարի, լավ, այդ ժամանակահատվածից ենք հիմա խոսում, ուզում եմ այդ ժամանակահատվածը հասկանամ, բայց այդ նույն Ղարաբաղ կոմիտեում էլ իրար նկատմամբ ընդդիմություն դարձրեցին, չէ՞, ասենք, այդ կոմիտեի անդամներից, ասենք, Վազգեն Մանուկյանը ընդդիմադիր դարավ Լևոն Տեր-Պետրոսյանի, սա էլ էր խաղ։ Դրա մի մասը խաղալ, մի մասը իրականություն, ասեմ քեզ, Համբարձում Գալստյանը, լուսահոգի առաջինն էր Ղարաբաղ կոմիտեից, որ ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը ամենամեծ սրիկան է, եւ խփեցին։ Գնդակահարվեց, հասկանալի։ Առաջին մարտն էր, որ ուղղակի որտեղ շատ շուտ հասկացավ, հասկացավ։ 96 թվականին էլ Վազգեն Մանուկյանն էր արդեն պայքարում Լևոն Տեր-Պետրոսյանի ռեժիմի դեմ։ Դա արդեն խաղի մասն էր։ Դե իմանայի, մեր նորից խաղ էր սա։ Ասում եմ առաջինը, օրինակ դրա մեջ օրինակներ են բերում։ Խաղ չէր, վերացրին տղին, ասեց եւ խփեցին։ Վազգեն Մանուկյանը մի քանի անգամ այդ խաղը խաղացել է։ Գրիշա, գիտես, այս ամեն ինչ այնքան բարդ է, մարդիկ կան, որ իրանք ուղակի հավաքագրված այդ դերը կատարում են, մարդիկ կան, որ հավաքագրված չեն, ինքը իր էությամբ իր կերպարով այն մարդն է, որին օգտագործում են։ Վազգեն Մանուկյանը Հայաստանի միակ դաշինքի մեջ է եղել, որի մեջ նաև ես եմ։ Դրանից հետո ընդդիմություն չի եղել կարգին։ Ազգային դաշինք 7 կազմակերպություններ 92 թվին, որի մեջ նաև ես էի, վերկացան կես միլիոն մարդ հանեցին ոտքի, այդ վիդեոները կա, բայց կամաց վերացնում են։ Ժամանակին Facebook-ում բանում պատտասնում են, հիմա այդ արխիվները ում մոտ որ կա, երկու կողմից ընդդիմություն թե իշխանություն, այդ վիդեոները վերացնում են, չկա։ Կա ցույց է տալի կես միլիոն մարդ։ Մի գլուխը պատմությունը վերացնում են։ Մի գլուխը ժողովրդի Բաղրամյան Պողոտայի Կիևյան Խաչմերուկն է, մյուսը օպերայի հրապարակումը։ Կես միլիոն մարդ է, Լևոնի հրաժարական։ Արագ երկու բառով ասեմ, որտեղ սա կարևոր փաստ է։ Դաշինքի ամեն օր ժողով ենք անում։ Հերթական ժողովի ժամանակ, որ արդեն Լևոնի ժամերը հաշված էր։ Նույնիսկ խոսակցություն գնաց, որ օդանավը արդեն տաքացնում է բան։ Կես միլիոն մարդ առանց դարպասները ջարդում են նախագահականի։ Հերթական ժողովի ժամանակ Աշոտ Մանուչարյանի լուսահոգի գրասենյակում ենք անում հանրապետականի Կարապիլիչի դիմացի ռեսեպշնը։ Եկավ սա մի տեսակ իրան կորցրած աչքերը երեսից փախնում էր, իրան շատ բներ էր։ Արդեն պիտի որոշենք, որ ինչ ենք անում հաջորդ քայլը։ Տղաներ ասես մի հետաքրքիր բան կա խոսալու, խորհրդակցելու, կարծում եմ շատ պիտի տեսակ ուղղակի ապշեք բան։ Ինչ է, Վազգեն ինչ է եղել բան դեղել Վիգեն Խաչատրյան բան, մի քանի օր սկսեցին սապոնվել էլի, որ լավ բան պիտի ասի Վազգենը, օգտվենք։ Ասես գիտեք ինչ կա, Լևոնը ինձ առաջարկում է պաշտպանության նախարար։ Սա Վազգեն Սարգսյանն էր։ Վազգեն Մանուկյանը։ Մանուկյանը, հա, Մանուկյանը։ Այո, նշանակեց պաշտպանության նախարար։ Բայց ինչ արեց, դաշինքը քանդելում արեց։ Ինքը 6 ամիս առաջ Լևոնի մոտից հրաժարական էր տվել վարչապետ։ Որպես վարչապետ, հա։ Եվ իր խոսքերի ձևակերպումը, պաշտոնական ձևակերպումը մամուլում գրված։ Ես ինձ զգում էի ինչպես թշնամու թիկունքում։ Սա Վազգեն Մանուկյանի խոսքերն է։
Հետո որ այդ Վիգեն Խաչատրյան բան սկսեցին ոգևոր Վազգեն լավա գնա մտնենք մեջից բացած հայկական բաներ էլի շուշտություն։ Ասի լսի Վազգեն այդ վերադառնում ես թշնամուտիկունք Լևոնին քշում ենք ժողովուրդը Լևոնին հաշված ժամեր է մնացել։ Չհասկացա, այս դաշինքը քանդում ես, վերադառնում ես թշնամուտիկում։ Լավ, եկեք մի պահ պատկերացնենք Լևոն Տեր-Պետրոսյանին, ես հասկանալի է։ Լևոն Պետրոսյանին, Տեր-Պետրոսյանին եկեք պատմության ակնարկով քշեցիք։ Դուք ինչպեսի պետություն եք դարձնելու։ Այդ եկեք մի քիչ դրա մասին փիլիսոփայենք, եթե հնարավորություն կա։ Ես ուզում եմ հասկանամ, դուք անկախականներդ ինչ ծևի պետություն եք դարձնելու։ Այսօրվա երկիրը չէ լինելու։ Գրիշա, երբ որ անկախության շարժումը, ընդհանուր process-ը զավթում են, գողանում են, կոմսոմոլի քարտուղարները, նրանք պետք է արդեն կեղծ անկախություն կերտեն։ Մոսկվայից արդեն հրամանեկար գնում են կեղծ անկախության։ ՄԱԿ-ում գրանցում եք որպես կազմակերպություն, բայց մեր տակը։ Բազատիկա, ես լրիվ հասկացա, բայց հիմա ասենք դուք եք վերցրել իշխանությունը այդ ժամանակահատվածում։ Ինչ նշանակում, բացի ասում եք, Մոսկվայի տակը չենք պարկի։ Բա հետո անկախ Հայաստան կերտենք, ինչքան որ շնորհակալ Բայց դեպքում այսքան որ մեզ ասում են Մոսկվան չլիներ, Թուրքիան կգար։ Դե արդեն կլինի շուկայի խոսակցություն, ինչով առավոտ խոսանք սենց։ Չէ, հետաքրքիր է, ինչ պետք է։ Էլի հետաքրքիր է, բայց դուք մշակել եք ձեր ժամանակը պետք է, եթե ուզում ես մի տևական հաղորդաշար անենք, ես կես մանրամասն դետալնի կասեմ, բայց հիմա դրա ժամանակը չի, հարց ես տալի, եթե անկախականները վերցնեին իշխանությունը, ինչ կլներ անկախություն։ Բայց դուք հիմա ասում եք, որ մենք չունենք անկախություն, մենք կապված ենք նորից Մոսկվայի հետ։ Ես ասում եմ ինչի հետևանքով։ Անկախությունը ունենք, կեղծ անկախություն, ՄԱԿ-ի անդամ երկիր ենք։ Իհարկե։ ՄԱԿ-ի շենքում Հայաստանի դրոշ ծածանվում է։ Ուրեմն դե ֆակտո անկախ ենք, դե յուրե անկախ չենք։ Ներողություն, հակառակը, դե յուրե անկախ ենք, դե ֆակտո անկախ չենք։ Որովհետև իրանք են անկախությունը կառավարում։ Իմանայի անկախություն վերցրած իշխանությունը առաջորդանից Հայաստանի թալանքը սկսի։ Այդ ինչքան պետք է այդ մարդիկ գյորմամիշու սովածելնեին եւ հակաանկախական, հակազգային, որ իրանց երկիրը նստան աթորին թալանեն։ Դու հավատում ես, որ այն ամենավերջի գյուղի ամենաաղքատ անկախականը նստեր աթորին կթալաներ երկիրը, չէ։ Լավ, երբևիցե վերլուծել եք ինչու հենց Լևոն Տեր-Պետրոսյանը դարձավ առաջնորդ այդքանի մեջ։ Գրիշա, շատ կարևոր հարցեր ես տալի, չգիտեմ, նախապատրաստում ես այդ հարցերի ուղղությամբ։ Հետաքրքիր է, որովհետև կային 11 հոգի Ղարաբաղյան կոմիտեի անդամներ։ Գիտես ինչքան կարևոր հարց է։ Եվ հիմնադիրներ կային, բայց ինչ որ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջնային դարձավ։ 10 միլիոն ինչն էր պատճառը։ 10 միլիոն հայությունի չգիտի դա։ Ես ուզում եմ իմանալ, բայց ես կանչել եմ, որ ամեն ինչ հետաքրքիր է, իմանալ, մենք պատմությունից ենք խոսում։ Ինչու Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց առաջնորդ։ Ուրեմն շարժման առաջնորդը ի սկզբանե Վազգեն Մանուկյանն է։ Ես գիտեմ։ Ուղեղը, տենց այն ասում։ Եվ հետո եկավ մի պահ, որ շարժումը սկսեց մեծանալ, արդեն պիտի համասփյուռքյան դառնար, համահայկական, չէ՞ անունը դրած էր հայոց համազգային շարժում, այո։ Դե տերը նստած մտածում էին, դրանց մեջ էլ ուղեղը կան, չէ՞, մտածում են թե շարժումը այս բիզնեսը ոնց ընթացք տանք, որ կպնի, տենց ասեմ, իրանց լեզվով։ Ու սկսեցին ճիշտ ընթացք տալ։ Լևոն Տեր-Պետրոսյանը շարժման մեջ չկար ի սկզբանե։ Նա մոտավորապես մի տարի հետո է երևացել։ Բանզատիկյանից 18 տարեկան է, լավ հիշում եմ այդ իրարանցումները, այնպես ես էլ եմ Ղարաբաղ գոռացել, գնացել որպես երիտասարդ։ Ինչեւ հիմա ես ում հետ խոսում եմ, ինչ ձևի փորձում եմ իմանամ, ճիշտ ձևը ոչ մեկ չգիտի։ Ինչպես են Լևոնին կապե Վազգենի հետ։ Բա ինչն էր հիմքը, ինչի համար։ Պատճառ կար, չէ՞։ Ես առաջ փորձում եմ թե ոնց է կապը ստեղծվել, ասեմ քեզ։ Հետո նոր պարզավոր խոսում եմ դրա մասին, պատճառի մասին։ Վերջը չի երկարացնեմ, լուսահոգի Արմեն Հովանեսյան կար, գրող հրապարակախոս, 22-30 հաղորդումներ ստացված։ Ինքն է տարել Վազգենենց տուն Լևոնին։ Ինքն էլ երևի է հիմնարկի հետ կապ ունեցել է, 22-30 սովետի ժամանակ հաղորդում։ Ասել է Վազգեն խելացի հայ մարդ է, կարծում եմ օգտակար կլինի շարժմանը։ Ու տենց տարել է Վազգենից դուրս զանգը տվել, տեղից է սկսել։ Հիմա ինչու Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ուրեմն KGB-ն ինքը պեղում էր իր արխիվներում, որ գտնեն մի համապատասխան տեխնացու, ապագա անկախություն որ պետք է գնանք էլի Ղարաբաղյան շարժումը գալիս է փոխարինելու անկախությունով։ Այո։ Մի մարդ, որը ընդունելի կերպար կլինի եւ Հայաստանի ռեսպուբլիկի համար։ Այսինքն պիտի լինի վստահելի աղբարի ճուտ, ճակերտավոր եմ ասում, աղբարի ճուտը, սա էլ KGB-ի հորինած տերմինն է, հերթական ազգապարակտման համար, հայաստանցի աղբար, տեղացի աղբարի ճուտ։ Ուրեմն այնպիսի մի կերպար գտնեն, որը կրթված է, ներկայանալի, կարող է խոսա, մտքեր ձևակերպի եւ միևնույն ժամանակ կընդունվի սփյուռքի կողմից աղբարի ճուտ լինելու համար։
Այսինքն Սփյուռքը կընդունի մոտավորապես Բայց գիտես ոնց ընդունեցին, դու այդ ժամանակ ստեղ էիր տնդեղ։ չէ ես այնտեղ։ Հակավորի պես են ընդունել իրան։ Լևոն Տեր-Պետրոսյանին առաջին անգամ էստեղ Այո, Ամերիկայում 92 թվին, ստեղ։ եւ ինչպես Ռաֆի Հովհաննեսյանի ընդունեցին։ պես։ Ինչպես։ Դե որպեսի շատ չերկարացնեն եւ հաղորդման մեծ մասը դրա վրա չգնա, բարիս բունի մասով թակավորի պես այն ընդունում։ Օթանավակայանում, դա էլ ասեմ տեղից սկսենք։ Օթանավակայանում պաստառ էին բռնել հայտնի մի մտավորական Սփյուռքի։ Ողջ այդ Սփյուռքի Կարծեմ հələ ողջ եթե շունչը պատմություն են արձանագրում, անուն ասեք, ոչինչ խորեն Արամունին։ հա դե ողջ չի կարծում, չկա։ Պաստառը բռնել, պաստառը իր բոյից մեծ էր, ամեն մի տառը այսքան էր, պաստառի վրա գրված էր. աղբարի ճուտ ցավը տանեմ։ Այսինքն կուտը արդեն կերել էին այստեղ։ Հասկացա։ Այդտենց սկսվեց անկախությունը, տեղափոխվեց Սփյուռք։ Լևոն Տեր-Պետրոսյանի Լոս Անջելեսում վիդեոները կա, կարող եք դնել, արխիվից հանեք, եթե պահել են, ամեն ինչ վերացնում են։ Հանրային հավաքի ժամանակ Սփյուռքի փողատերերը, հարուստները, մեծ հարուստները $1 միլիոն 1.60 կողքը չեք էին դնում գրպանը։ Ժողովուրդի հետ հանդիպման ժամանակ դահլիճում մարդ, որը $20 չէր տեսել ասորագետը։ Չգիտեմ $20 տեսել էր թե չէ։ Եվ կամերայի առաջ 6-0-ով չեկը Վահան Շամլյան, հայտնի հինշոր հին կոշիկ ծախախորազն է։ Ուրեմն չեկը սենց դնում է ցուցադրաբար կամերայի առաջ գրպանը, այս պիժակի այս գրպանը, ու ասում է պարոն նախագահ, ասի քեզի քրբանուց ծախսերին համար։ Դա մանր ծախսերի համար էլի։ Թակավորին տենց են ընդունում։ Հիմա ասեմ, որ ինչ փողեր հավաքվեց, ինչ էր գնաց Հայաստան, ինչ դրամահավաքներ, բոլորը հետո այդ փողերը հետ եկավ դուրս։ Արդյունքում ունենք ինչ ունենք, այս Հայաստանի վիճակը։ Մենք ընդմիջենք անցնենք գովազդային կարճ դադարի, վերադառնանք, շարունակենք մեր եթերը։ Ես ուզում եմ ձեզ տեղեկացնել իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, քանի որ մոտենում է նոր տարին, ամանորի հետ կապված, ինչպես միշտ, Երևան Shipping ընկերությունը անում է հետաքրքրական իր առաջարկները եւ բնականաբար այն ամենը, ինչը որ պետք է ձեզ գործելու, շտապելու, որովհետեւ հաշված օրեր են մնացել։ Երևան Shipping ընկերությունը, սիրելի բարեկամներ, տեղեկացնում է, որ pound-ը ընդամենը 2.99 օթանավով նման գներ երբեք չեն եղել։ Սա յուրահատկություն է մեր իրականության մեջ եւ իհարկե նաեւ դոլարի փոխանցում դեպի Երևան ընդամենը 2%-ով։ Երևան Shipping ընկերությունը հուսալի գործընկեր մեզանում եւ ամենակարևորը տեղեկացնում է, որ այդ ամենը ձեզ համար է, շտապեք, մոտենում է ամանորը, ուրախացրեք մեր հայրենակիցներին Մայր Հայաստանում եւ ձեր բարեկամներին։ Գովազդը մեր եթերում։ Երևան Shipping սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ Մի տոկոս, հա։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել 664 West Broadway հասցեում գործում է Art in Beauty Aesthetics բժշկական կենտրոն։ Կենտրոնն առաջարկում է հետևյալ ծառայություններ. ազատվեք անցանկալի դեմքի կնճիռներից, տարիների կորցրած դեմքի թարմությունը վերականգնեք մեզ հետ միասին, ազատվեք անցանկալի մազերից, պահպանեք, ամրացրեք, առողջացրեք ձեր գլխի մազերը, անցանկալի ճարպերի հյուսվածքներից ազատվեք մեզ հետ միասին, մաշկի ձգում, թարմացում, բիգբետների հեռացում, պարանոցի մաշկի թարմացում եւ ընդհանրապես, եթե ցանկանում եք ունենալ ավելի երիտասարդ տեսք, ավելացնելով ձեր ինքնավստահությունը, ձեր ընտրության ճանապարհը մեկն է Art in Beauty Aesthetics 818 450 0050 Ռեստորան Մեծո Նորավոճ սրահ Նոր շուտ Երևան Shipping սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ Մի տոկոս, հա։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։
Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորդ Հոլիվուդ կլենդել։ Մենք վերադարձանք իմ շատ սիրելի հեռուստատողներ, ես տեղեկացնում եմ կրկին Սփյուռքի առաջ ենք եւ իհարկե մենք խոսում ենք շատ հետաքրքիր թեմայից եւ ասեմ, որ մեր հաղորդաշարը նաեւ կունենա շարունակություն, այնպես որ առաջին մասում խոսենք եւ կավարտենք այսքանով։ Իմ հյուրն է Արմեն Զատիկյանը, Հայաստանում եւ Սփյուռքում հասարակական գործիչ։ Պարոն Զատիկյան, մենք շատ ժամանակ չունենք առաջին մասի ավարտից, ես ուզում եմ պարզապես այսպեսի մի հարց տալ։ 88 թվականը հասկանալի process էր եւ այդ KGB ասածն էլ նույնությամբ հասկանալի process էր։ Լավ, շարունակությունը բա։ Լավ, նրանք Ղարաբաղ կոմիտեն շարունակությունը բա, հետո եկան, ասենք, Ղարաբաղի տղաները, Արցախի շարունակությունը 35 տարի շարունակ, շուտով կլինի 36-7 տարի, հեսա թիվ ենք փոխում 5 տարի։ Նույն ուժը, նույն հրաշացին ուժը ինքը իրենից տրողվելով մոլեկուլների պես տրողվելով, իրանք իրար մեջ անընդհատ ընդդիմություն ստեղծելով այլն իշխանությունը։ Այսինքն պասերով։ Այո, պասերով։ Լևոնից մինչև Նիկոլ։ Բոլորը հրաշացին են։ Ռոբերտին Սերժին Լևոնը բերեց Իրանից տրողված։ Միշտ էլ հայտարարում Դա հիմա տես ես կարող եմ սա օրերով ասել եւ փաստերով, բայց դրա համար շատ ժամանակ է։ Եվ մինչև Նիկոլ իշխանությունը իրալից տրովելով կեղծ ընդդիմություն դառնալով Սերժի ասած կլիենտ ընդդիմություն, մեկը մեկին կլիենտ ընդդիմություն դառնալու հիմնական նպատակը իշխանության բուրգը պահել իրանց ձեռքը, որպեսզի իրենց հակահրաշական ազգային ուժերի ձեռքը չանցնի, արխիվները չբացեն, լուստրացիա չանեն։ Որովհետև Հայաստանը այն երկիրն է, Սիցիլիան գլուխը քարն է տվել։ Այդ մի փոքր երկիրը Սիցիլիան անբեղ հրեշտակ է Հայաստանի մոտ։ Հարյուրավոր սպանություններ, 35 տարի ալան-թալան եւ Հայաստանից ժողովրդի փախուստ։ Դու պատկերացնում ես ինչ մասշտաբի հանցագործություն է։ Դրա համար ինչ են անում, պասերով պահում են իրանց ձեռքը։ Եվ ամեն ինչ անում են ընդդիմություն այսպես փագած դաշտը, որ հանգարց իսկական ընդդիմադիր արանքից չպլստա մի հոգի, այդ մի հոգուց էլ վախենում են։ Լավ, եւ մի կարևոր հարց, ինչու Սփյուռքը դարձավ անկախության ժամանակահատվածից սկսված որպես փողի կսակ, փողի տոպրակ։ Ինչու է հիմքը դրվեց, որ Սփյուռքը մենակ փողի համար է։ Ուշադիր լսե։ Լևոն Տեր-Պետրոսյանի այդ 6 զրոներով չեկերը ստանալու օրերին, հենց այդ նույն օրերին ստեղ արդեն շատ էսպես հաբրգեց իրան թակավոր զգացիրով, հենց ստեղ լոսում ասաց, Փարիզում էլ ասաց։ Սփյուռքի նարին ջուտողները մեր ներքին գործերին չխառնվեն։ Մատ թափտալով որ դրեց։ Հիմքը դրեց։ Շարունակությունը։ Դուք մենակ փողը կտաք, մենք գիտենք ինչ կանենք։ Եվ Սփյուռքը համաձայն։ Ուրեմն աշխարհի պատմության մեջ ոչ եղել է, ոչ էլ էլի կլինի sense դուրիմացություն, որ նորանկախ երկրի ազգընտիր նախագահը ոչ թե իր ժողովրդին ժողովի հայրենիք բերի, այլ երեսը դռները փակի հայրենիքի, ասի դու։ Որը հիմա է տեղի ունենում։ Դա մեր իրականությունն է։ Մեր հաղորդման երկրորդ մասը կշարունակենք ձեզ հետ միասին, այսօր այսքանով ավարտենք, պարոն Զատիկյան, որովհետև մեր ժամանակը սահմանափակ է, հաղորդման երկրորդ մասում դեռ հարցեր կան։ Ես միշտ պատրաստ եմ, սիրո։ Իմ շատ սիրելի հեռուստատողներ, այսօր այսքանը, կհանդիպենք վաղը եւ ամենակարևորը հետևեք մեր ծրագրերին, մենք Սփյուռքի առաջ էինք այսօր ձեր եթերում։